պարոն Անդրեասյան, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված ձեր խոսքը լսենք եւ այսպես մենք տեսանք ինչ տեղ ունեցավ օրերս Գյումրիում, կանոնավորվեց Վարդան Ղուկասյանը, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր գնահատականը։ Ինչ տեղ ունեցավ Գյումրիում, սա հետաքրքիր հարց եք տալիս։ Գյումրիում տեղի ունեցավ ուրեմն ընտրությունների փակումը, ես այսպես ասեմ, այն ընտրությունների, որոնցում քաղաքացիական պայմանագիրն ուղղակի ջախջախիչ պարտություն կրեց եւ ստիպված եղավ ընդդիմություն դառնալ հանրապետության երկրորդ քաղաքում։ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է այս իշխանություններից ազատվել։ Եվ որպեսզի այդ ուրեմն ազդեցությունը, դրա արձագանքները հետագա ուրեմն այսպես լայն ավելի տարածում չստանային, սրանք ուրեմն կազմակերպեցին այս մասկի շոուն, բառից բուն իմաստով չեմ խուսափի այդ բառը ասել, էշի հարսանիքը, ձերբակալեցին ուրեմն ընտրված քաղաքապետին, մի նույնիսկ սա վախենում եմ ասել, թե ինչ պատճառաբանությամբ, ուղղակի չեք էլ պատկերացնի, թե ինչպես կարող էր մի մարդ, որը այդքան ուրեմն մանրադիտակի տակ էր ընտրություններից հետո, հանկարծ ուրեմն կաշառք է տալիս կամ կաշառք պահանջում կամ կաշառք ստանում եւ այլն։ Ամեն դեպքում դատարանը դեռ կպարզի այս հարցը, մարդը ձերբակալված է, կալանավորված 2 ամսով։ Տեսնենք ինչ ուրեմն հետագա ընթացք կստանա այս գործը։ Կարծում եմ Գյումրիում իշխանափոխություն իրականացնել հայրենի իշխանություններին մեր նիկոլական ուրեմն չի հաջողվի, վստահաբար չի հաջողվի, որտեղ այնտեղ ուժերը դեռ բավականացնում են։ Ի վերջո Վարդան Ղուկասյանը ոչ միայն, ասենք, կոմունիստների քաղաքապետներ, ոչ միայն այդ ընդդիմադիր ուժերի ու նրանց էլեկտորատի քաղաքապետներ, այլ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների ընդհանուր հանրագումարով ընտրված քաղաքապետ էր։ ՔՊԱ-ականներն ասում են նրան քաղաքապետ դարձրել են, բայց դարձնել մեկին քաղաքապետ, եթե նա չունի ձայների մեծամասնություն, ուղղակի հնարավոր չէ։ Ի վերջո այդ ձայները նաև տրվել էին այնպիսի ուժերի, որոնք հետո սատարեցին հենց Վարդան Ղուկասյանին։ Չգիտեմ, այսպես են, եթե ասում եք ինչպես եք տեսնում այդ երևույթը, գիտեք, զինվորական այսպես իրավիճակում պատկերացնենք տանկը, հսկայական տանկը եւ թիրախում ինչ-որ մի հազիվ նշմարվող միջատ եւ հրամայում ես այդ տանկով խփել։ Այսպես թող ոչ մեկ չվիրավորվի համացան համար։ Այսինքն այն փոքր բանը, երբ որ դու անում ես հսկայական ռազմական ուժով, զինվորական ուժով, ուժային կառույցներով այդ ամեն ինչը դու անում ես, դրա հետևում պետք է լինի առնվազն շատ խոշոր թիրախ, պետական անվտանգության թիրախ, չգիտեմ, ինչ որ մի բան պիտի լինի, իսկ այստեղ ընդհանրապես ընտրված քաղաքապետին ուղղակի իր աշխատասենյակից հանելու մի գործողություն է, որի համար ներգրավել է, չգիտեմ, ինչքան զինվորական ուժ ու ուժայիններ։ Ընդհանրապես շատ ներողություն եւ ես մի հետաքրքիր ուրեմն բան կարդացի Facebook-ում, օգտատերերից մեկը շատ ճիշտ էր նկատել, ասում են 2-ից 4 միլիոն դրամի կաշառքի մասին է խոսքը, բայց իշխանությունները այդ գործողության վրա ծախսել են 20 միլիոն, ամենակիչը։ Սովորական հաշվարկներով, ամենակույր, այսպես ասեմ, հաշվարկներով հսկայական գումարներ են ծախսել այդքան ոստիկանների ու անվտանգության ուժերի Գյումրի հասցնելով, այնտեղից վերադարձնելով, այնտեղ պահելով, վստահաբար նաև հավելավճարներ ու պարգևատրումներ տալով։ Լավ, ի վերջո սա արդեն դառնում է մի ուրիշ տեսակ բան, շատ ավելի վտանգավոր բան, սա դառնում է պետական կաշառքի ձև, պետական կաշառք տալու ձև։ Մարդուն տալիս ես փող, ընդ որում իրավապահ համակարգում աշխատող, իրավապահ համակարգի ղեկավարությանը, իրավապահ համակարգի ուրեմն ծառայողներին դու տալիս ես փող եւ դրա դիմաց պահանջում ահա այսպիսի գործողություններ։ Սա ինչ է, եթե ոչ իսկապես կաշառք տալ, այդ որ աշխատանքի համար են նրանք
վճարել դիցուկ Գյումրիում կատարած իրենց գործողությունների համար։ Կար դրա անհրաժեշտությունը, չգիտեմ, կարելի էր, չէ, նորմալ, սոլիդ մտնել մարդու աշխատասենյակ, նրան ներկայացնել կասկածները եւ հրավիրել, ասենք, քննիչական նրա հետ խոսելու։ Այդ բոլոր տարբերակները կար, ոչ մեկը նրան ձեռք չէր բռնում, բայց հատուկ շոու կազմակերպելու, բառից բուն իմաստով այս ամենը էշի հարսանիքի վերածելու հատուկ գործողություն է եղել։ Այս կերպ իրենց կհաջողվի վախի մթնոլորտ ստեղծել արդեն այսօրվանից մեկնարկող վաղարշաբաթում սպասվող ընտրություններին։ Վաղարշաբաթում ինչքան տեսա ընտրությունների ինտրարշավի սկիզբը, ուզում են դնել կերուխումով, սեղաններ են բացել եւ այլն, վախի մթնոլորտը այսպես է, երբեմն գիտեք ինչ, գործադրվող ուժը ոչ թե հասնում է իր նպատակին, այլ հակաուժ է ստեղծում։ Նյուտոնյան հայտնի օրենքներով F հավասար է մինուս F, ի վերջո ոչ ոք վաղարշաբաթում այսօր արդեն համոզված չէ, որ իր ընտրությունը վաղը իշխանությունները չեն հարձակվելու իր ընտրության վրա, իր ընտրությունը խլելու նպատակով չեն գալու վաղարշաբաթ։ Իսկ վաղարշաբաթում, չգիտեմ, տրամադրություններն ինձ թվում է միանգամայն այլ են եւ այստեղ քաղաքացիական պայմանագիրը որևէ եթե շանս էլ ունի, ապա դա շատ մինիմալ է այն իմաստով, որ դիցուկ այդ հսկա համայնքը, նաև հենց Էջմիածին քաղաքը, որ կենտրոնն է այս ամենի, հենց եկեղեցով է Էջմիածին եւ իր դեմքը հենց մեր մայր աթոռով է պայմանավորված, իրեն ճանաչում են ամբողջ աշխարհում այդ համայնքը, այդ քաղաքը ամբողջ աշխարհում ճանաչում են որպես աթոռանիստ, ուրեմն կաթողիկոսի եւ մայր տաճար, որտեղ սկիզբ է առել քրիստոնեությունը Հայաստանում, ու հանկարծ իշխանությունները այնտեղ կարողանան ուրեմն այդ ժողովրդի մոտ ձայն հավաքել, ունենալով այսպիսի ուրեմն ընթացք ու վերաբերմունք մայր եկեղեցու նկատմամբ։ Ես խիստ ուրեմն մտավախությամբ եմ նայում ԿՊ-ի ապագային վաղարշաբաթում, մտահոգությամբ, այսինքն մտավախություն չէ, մտահոգ չէ, ուղղակի ես չգիտեմ հույսներն ինչի վրա են դրել, եւ երանի թե այստեղ չեմ ասում կրկնվի Գյումրիի սցենարը, այլ այստեղ ավելի ջախջախիչ ուրեմն այնպիսի պարտություն կրի ԿՊ-ն, որ այս ժողովրդի մեջ վերջնականապես ինչ որ բան փոխվի, ինչ որ ակտիվություն առաջանա, ինչ որ հավատ առաջանա իր ուժերի նկատմամբ, որ ինքը կարող է իր ձեռքով, իր շնորհքով, իր մտածողությամբ իշխանություն փոխել երկրում, ամբողջ երկրում։ Միջերս վաղարշաբաթում հաղթանակը պետք է ստեղծել նաև հասկանանք այս կոնտեքստում, եկեղեցին պաշտպանելու մեր հիմնական առաքելություններից մեկն է, եւ գալով եկեղեցու թեմային, ինչ սպասել առաջիկայում, տեսակ են Տեր Արամը այլևս տեր չէ, անտեր է եւ պատրաստվում է Կիրակի օրը կարծեմ Հովանավանքում պատարակ մատուցել, որը անթույլատրելի է եւ Փաշինյանն գնալու է, համեցեք։ Միանգամայն ճիշտ եք, որ ամեն ինչ պայմանավորվելու է եկեղեցու հետ իշխանությունը, եկեղեցու նկատմամբ իշխանությունների վերաբերմունքով, այստեղ չի կարող երկու կարծիք լինել, որովհետեւ թե Էջմիածնի կամ վաղարշաբաթի, այսպես ասեմ, խոշորացված համայնքի ուրեմն համեմատաբար տարեց բնակչությունն է ամեն ինչ հասկանում, թե երիտասարդությունը, որը այս տարիների ընթացքում ուղղակի տեսավ, թե ինչ կարող է կատարվել երկրի հետ, եթե նրա ազգային արժեքներն են ոտնահարվում։ Չգիտեմ, հիմա այդ եկեղեցու մի սպասավոր կա, որին կարգալույծ են արել եւ Փաշինյանը դեռ փորձում է նրա միջոցով ինչ որ բաներ անել եկեղեցու եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդների շրջանում, կարծես պատարակի են պատրաստում կարգալույծ արված քահանայի շնորհիվ, բայց դա ինչ է լինելու, ես որևէ բան չեմ հասկանում, հիմա այդ մարդու անունը արդեն փոխվել է, Տեր Արամ չի, ինքը Ստեփան է, հիմա Ստեփան անունով կամ թեկուզ Էդիկ անունով ցանկացած մեկը այսօր որոշի ուրեմն պատարակ մատուցել եւ
ինչ է Փաշինյանը պետք է գնա մասնակցի այդ պատարագին, չեմ հասկանում։ Չգիտեմ, այստեղ եկեղեցու բաց թողումն էլ կա, վստահաբար կա նաև եկեղեցու բաց թողումը, այն իմաստով, որ ասենք Տեր Արամներ են եղել եւ պատեհապաշտ այսպես առիթից օգտվելով կարողացան վարկաբեկել հայոց եկեղեցին իրենց չգիտեմ կերպարով անընդունելի, իրենց մերժելի, իրենց անհասկանալի ոչ հայ իրենց կերպարով կարողացան այսքան վնաս հասցնել հայ առաքելական եկեղեցուն։ Մենք արդեն գիտենք, որ նա կարգալուծ է արվել, մենք գիտենք նաև մեր ձևով շարժումը, երբ որ ուխտագնացությամբ այսպես ժամանեց Էջմիածին կաթողիկոսի հայտարարությունը գիտենք, կարծում եմ եկեղեցին ու ժողովուրդը կմնան ուրեմն կողքի, կմնան ձեռք-ձեռքի, կմնան թիկունք-թիկունքի ու կպաշտպանեն իրենց ընտրությունը վաղ շաբաթում։ Պարոն Անդրեասյան, մեր գործընկերներից Վահե Սարգսյան ճիշտ գրառում էր արել, ասպաստեղության մենք պետք է շնորհավորենք Վարդան Ղուկասյանին, որ բան տվեց, կարող էր ավելի վատ լիներ, օրինակ Փարեքյարի դեպքերի շուտ սպանվել։ Ըստ էության մենք այն օրերին ենք ապրում, որ կամ համայնքապետերը սպանվում են, կամ հայտնվում են բանտում։ Այո, եթե Մամիկոն Ասլանյանի պարագան էլ վերցնենք, որ ընտրվեց Վանաձորի քաղաքապետ եւ հայտնվեց բանտում, փաստորեն Վարդան Ղուկասյանի պատմությամբ կրկնվեց այդ դրվագը, դարձյալ ուրեմն ճիշտ է, այստեղ մեղադրանքների տարբերություններ կան, նրանց ներկայացված, բայց ամեն դեպքում ընդդիմադիր քաղաքապետ կամ համայնքապետ լինելը Հայաստանում դարձել է վտանգավոր, տեսանք Փարաքարում ինչ տեղի ունեցավ եւ պատկերացրեք իշխանությունները, որոնք չեն ուզում որևէ կերպ ընդունել կամ իրենց մեղքը այս հարցերում, ի վերջո հենց կենտրոնական քաղաքական իշխանությունն է պատասխանատու, երբ տեղական ինքնակառավարման մարմիններում այսպիսի ուրեմն ընթացքներ կան, այդ ամենի պատասխանատուն հենց կենտրոնական իշխանությունն է եւ ասենք որը այդ իշխանությունը, որը որևէ կերպ չի ուզում հաշվի նստել ուրեմն համայնքներում իր պարտության հետ։ Այդ պարտությունների շարքը շարունակվելու է։ Ես կասկած չունեմ, որ հաջորդը արդեն Վանաձորում եւ մյուս ավելի մեծ քաղաքներում տեղի ունենալիք այդ ուրեմն ընտրությունները, որոնք կարծեմ պիտի որ նախորդեն ազգային ժողովի ընտրություններին, իրապես ցույց կտան արդեն նաեւ քաղաքական ուժերի վերադասավորումները, քաղաքական ուժերի կշռի ավելացումը ԿՊ-ի հաշվին այն իմաստով, որ մինչ այս եղած ընտրություններում այդ կուսակցությունն ուրեմն օգտագործելով իր ամեն ինչը կարողացել է մնալ իշխանության։ Այդ ձայները, այդ վարկանիշը այսօր ԿՊ-ն չունի եւ ստիպված է լինելու հերթական ամեն ընդդիմության հաղթանակի հետ հաշտվել իշխանափոխության մտքի հետ։ Կուզեմ քաղաքականների երեկվանից լկտի պահվածքի գնահատական տակ ազգային ժողովում, օրինակներ Ռուբեն Ռուբինյանը, Վահագն Ալեքսանյանը ներողություն ես բառը կիրառելու օգտագործելու, բայց իրանք են ասում, մենք չտեսանք Վարդանիկի մռութը ասվածին, ինչի դրսևորում է ազգային ժողովում էլ երեք տեսակ, ձենդ կտրի աղջիկ մի խոսքով այդ ամբողջ հայտարարությունը ընտրել։ Ազգային ժողովի այդ հատվածը քաղաքացիական պայմանագիրը վերածվել է, ես բառը չեմ կարողանում գտնել, այդտեղ այդ հատվածը գոմից ավելի այլ ուրեմն բնորոշում չի կարող ունենալ։ Կարծես այստեղ ամեն ինչ անում են քաղաքականությունը ուրեմն վերացնելու, քաղաքական պայքարը ճնշելու, քաղաքական պայքարը արատավորելու, քաղաքական պայքարի արժեքը ոտնահարելու համար։ Այդ հարձակումները, ճչոցները, հիստերիկ բղավոցները, խմբակցության ես որևէ կերպ չեմ կարողանում տեղավորել, ասենք մարդկային տրամաբանության շրջագծից ներս։ Ի վերջո իշխանությունը ամեն ինչը ձեր ձեռքին է այլևս։ Նույն ազգային ժողովի նախագահության ուրեմն այդ բարձր սեղանի վրա նստած մարդիկ ինչու են այնտեղ նստած, չգիտեմ, որպեսզի ավելի տուրք տան այդ հայտարարությանը, թե փորձեն երկխոսություն գտնել, փորձեն միջին մի վիճակ գտնել, փորձեն
հասկանալ նաև ընդդիմությանը, փորձեն ինչ որ կերպ, ես չեմ ասում, չգիտեմ ինչքան զիջեն, բայց նաև զիջումների գնալ, որովհետև ի վերջո ընդդիմությունն էլ ունի իր ընտրազանգվածը, որի շնորհիվ ինքը այնտեղ է եւ բարձրացնում է այդ ընտրազանգվածի հարցը։ Այստեղ միայն բղավելով չի, Ռուբինյանը խայտարակություն, ազգային ամբիոնից արդեն տեղից թռչելով էր բղավում, կաշառակերները պետք է նստեն բանտում եւ այլն, այսինքն դա ինչ լրացում էր։ Դու падգամավորի հետ երկխոսության մեջ ես մտնում եւ միջանկյալ նախադասություն ես հնչեցնում, կաշառակերները պետք է նստեն բանտում, մի հատ լոզունգ վերցրու նստի այդտեղ ազգային ժողովի բան, այդ ով չգիտի որ կաշառակերը պետք է նստի բանտում։ Ու ձեր կաշառքների, ձեր թալանը։ Հա, ինչ եք ուզում ասել դրանով։ Դուք վիրավորում եք թերթերին, որոնք գրում են, որ այսպես չեն ձերբակալում կաշառակերության համար այսպիսի գործողություններ չեն անում, գնում են նորմալ եւ այլն, ի վերջո ընտրված քաղաքապետեր։ Բայց դուք թերթերին մեղադրում եք կաշառակերներին պաշտպանելու մեջ, այ քեզ հետարքիր բան։ Կյանքում որևէ լրատվամիջոց այդպիսի բան չի կարող գրել, դա կնշանակի այդ լրատվամիջոցի մահը, վերջը։ Հասարակ բանը չէ, ամենահասարակ վերջի քաղաքացին էլ հասկանում է, թե ձեր փորացավը որտեղ է այստեղ։ Դուք նույն Վարդան Ղուկասյանին ձերբակալության հաջորդ օրը գալիս եք Երևան, Արաբկիր թաղապետարանում, ինչ որ մեկին եք ձերբակալում, մի պահեստապետի եւ դարձյալ էլի կալանքի կաշառքի գործով։ Ինչ է, ուզում եք հավասարության նշան դնեք այդտեղ։ Ուզում եք թաքցնել Գյումրու քաղաքապետին ձերբակալելու քաղաքական ուրեմն շարժառիթները, ինչպես կարելի է դրանք համեմատել եւ ժողովրդի աչքերը փակել ու ասել, տեսեք, մեր պաշտոնյային էլ ենք ձերբակալել, որովհետեւ կաշառք է ուզեցել տալ կամ վերցնել, կամ նպաստել է կաշառք տալու։ Իրենց այս սպանված քսանձարձակությունը պայմանավորված է պարոն Անդրեասյան անպատժելիությամբ իրենց, թե ներքին վախերը այլևս չի։ Ես մի անգամ էլ ձեր եթերում ասել եմ, այս ամեն ինչը ներքին վախերի հետ է կապվում։ Ներքին վախերի, անպատժելությունը լավ, անպատժելություն ինչքան անպատժելություն։ Ես չեմ կարծում, թե Հիտլերի նման մեկը հանկարծ վախենում էր պատժվելուց, ինքն էլ էր անպատժելի, Ստալինն էլ էր անպատժելի։ Ի վերջո դրանք անցողիկ բաներ են, բայց այլ է թե դու ինչպիսին կլինես արդեն իշխանությունից հետո, այսրանից վախենում են նրանք։ Ինչ է լինելու իշխանությունից հետո։ Ստալինը իր մահով մահացավ, գնաց, Հիտլերը ինքնասպան եղավ կամ սպանեցին, գնաց։ Դուք ինչ եք լինելու։ Սադամ Հուսեյնը ինչ եղավ։ Դուք նույնիսկ Սադամ Հուսեյնի ճակատագրին չեք արժանանալու ախր։ Նրանք կախեցին, բայց դուք մնալու եք շվար կանգնած։ Ձեր իշխանությունից հետո հենց իշխանափոխություն տեղի ունեցավ Հայաստանում, դուք չեք իմանալու ինչ անել, որ ծակը մտնել։ Դա ճշմարտությունն ընդամենը, ուղղակի որովհետև ելք չունեն մարդիկ, փակել են բոլոր դռները։ Այս մթնոլորտը, որ մենք հիմա ունենք մեր երկրում, սպանություններ, ուղղակի էլի, ամեն օրը բացվում մենք իմանում ենք մեկ մյուսի սպանեց, եկեղեցում սպանեց, այգում սպանեց, դաշտում սպանեց, տան դիմաց սպանեց։ Փողոցում ծեծեցին, մարդը դիմեց, ոստիկանություն կանգնած են ձեռնարկում, ոչինչ չեն ձեռնարկում, չգիտես արդեն։ Այս իրականությունը, որ իրենք ստեղծել են, անհանգստանալու չէ իրենց համար նաև։ Այո, հենց է դարձյալ այդ վախերի նույն բանի մեջ է։ Նրանք նաև գիտեն, որ իրենց նկատմամբ լինելու է նույնը։ Գիտեն։ Այստեղ ես չգիտեմ, ինչ իշխանություն պիտի գա Հայաստանում, որ կարողանա զսպել այս ամեն ինչը եւ ծանրակշիռ ձևով այս ամեն ինչը բացահայտել, տանել իր ճանապարհով։ Նրանք հասարակ մի բան 44 օրյա պատերազմի մասին զեկույցը։ Դրանից առաջ քառօրյա պատերազմի մասին զեկույց։ Ոչ մի զեկույց չենք լսել մենք։ Ոչ մի զեկույց չենք լսել, որովհետև որ զեկույցը բացեն եւ եթե այնտեղ լինի ճշմարտություն, իրենց վրա են իրենք դուրս գալիս։ Սա է ամբողջս իմաստը թաքցնելու, լռեցնելու, չգիտեմ, հազարու մի պատճառաբանություններով այդ զեկույցները չհրապարակելու։ Այսինքն այնքան տրիվիալ է, ինչպես ասենք մարտի 1-ի գործը, խորացան, վերջում մնացին Նիկոլի այդ կադրերը հրապարակում, թե ինչպես է նա ոգևորված, սիտը փառավորվում եւ այլն։ Կամ մնաց, ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանի հեռախոսային զրույցները։
Մնացին ինչ որ արևմտյան այսպես հայ էմիսարներ կային, որ վազում էին ամերիկյան դեսպանատուն խոզի ինչ որ այս ծնոտի ոսկոր էին ցույց տալիս կամ երեխայի կորած կոշիկ էին ցույց տալիս, որ հա տեսեք ինչ են արել մեզ հետ։ Ինչ ասես։ Այնինչ կա, այնինչ բացահայտվել է։ Նույնը կգնան հոկտեմբեր 27-ի գործը, թող գնան քրքրեն էլի խորանան։ Անմիջապես դուրս են գալիս այն հասարակ թղթի կտորի վրա այդ կարմիր տառերով գրած։ Հասկանում ես, ոչ մի բան չկա, որ այո, ոչ մի բան չկա, որ իրենք կարողանան փոխել այս կյանքում։ Եվ եթե ամփոփենք, պարոն Անդրեասյան, էլի ես չգիտեմ մենք համաշխարհային ինչ հայտարարության մեջ ենք հայտնվել, առավոտը բացվել է սրտի երգ, երաժշտություն, հեծանիվ, գործի է գնում Թիֆլիսում այս օրերին հեծանիվ քշում, այնտեղից է տեսանք հրապարակել սրտիկով։ Խնդրեմ։ Դա գիտեք, օրերս թաթան էր եկել, որ երգում էր, լավ ենք անում, հորս արև լավ ենք անում, քեֆ ենք անում։ Հիմա այդ երգի մոտիվների մեջ է այս ամեն ինչը։ Լավ եմ անում, հորս արև, այսինքն ձեր սենսն ու ունենցը, ես ինչ ուզենամ պիտի անեմ, բայց ձեզ սիրում եմ։ Ձեզ կսպանեմ։ Հորս արև լավ եմ անում, այս խայտարակություն արդեն հոգեբանները գրեցին, որ իրանք են արդեն զբաղվում այս մարդու այս վարկագծով։ Ես չգիտեմ, լավ այսքան երեսպաշտ ոնց կարելի է ալնել։ Բարի օր, բարի առավոտ, ձեզ լավ օր, չգիտեմ, սիրում եմ բոլորիդ։ Նա դու սիրում ես բոլորին, ում ես սիրում, ես չհասկացա, կոնկրետ եթե դու բոլորին ասում ես, պիտի նախ մի հատ հասկանաս դու արդյոք բոլորի վարչապետն ես, արդյոք բոլորին համար ընդունելի ես։ Այդպիսի բան ասելու համար մարդը պիտի իրեն արդեն այս հայ ժողովրդի հայր հռչակած լինի կամ չգիտեմ, ես չգիտեմ, եկեղեցին քեզ չի ընդունում այս ժողովրդի։ Եկեղեցին քեզ չի ընդունում ուղղակի, բառից բուն իմաստով քեզ չի ընդունում։ Դու տեղ չես թողել եկեղեցի մտնելու որևէ գլուխդ բարձր հայ քրիստոնյային վայել եկեղեցու երեսիդ խաչ հանելով եկեղեցի մտնելու հնարավորություն չես թողել քեզ։ Այնա գնա խնդրեմ այդ Ստյոպիկ ինչա Ասատրյանը, հա, թող առիթից էլ լավ էլ առիթ է, ասենք ամուսնացած չես եկեղեցով եւ այլն, գնա թող նաեւ ձեր ամուսնության ծեսը կատարի։ Ոչ մի անպատեություն չկա, ինչ ա եղել։ Դե չէ դու այդ քո կերպարով դիմում ես ինձ, ասում ես սիրում եմ բոլորը, դա ինձ համար ուղղակի ծիծաղելի է։ Շնորհակալություն, պարոն Անդրեասյան։ Ես եմ շնորհակալ։